Տիկին Գրիգորյան, հուլիսի 18-ին հրապարակվեցին բուհեր ընդունվող ուսանողների անունները անվճար և վճարովի համակարգում։ Ուզում էինք հասկանալ, ինչ պետք է անեն այն ուսանողները, ովքեր չեն կարողացել հաղթահարել շեմը և չեն ընդունվել բուհեր։ Ամեն անգամ մրցույթի հիմնական փուլից հետո, հիմնական մրցույթից հետո մնում են դրական միավորներով մրցույթի չհաղթահարած դիմորդներ։ Մյուս կողմից մնում են նաև թափուր տեղեր։ Եվ այդ թափուր տեղերը լրացնելու, ինչպես նաև դրական միավորներով դիմորդներին սովորելու հնարավորություն տալու համար հատման և թեստավորման կենտրոնը կազմակերպում է լրացուցիչ մրցույթ։ Լրացուցիչ մրցույթը հայտարարվում է հուլիսի 20-ից, երբ հրապարակվում են այդ թափուր տեղերը, թափուր տեղերի ցանկն է հրապարակվում, մի քանի ժամից դա կլինի, 1-2 ժամից կլինի դիմորդեմ էջում, դիմորդները կարող են ծանոթանալ այդ տեղերին և կրկնում եմ, երկու քննությունից պետք է ստացած լինեն 7.5 առնվազն, այսինքն լրացուցիչ մրցույթին դիմելու են անպայման դրական միավորներով դիմորդները, որովհետև շատ զանգեր ենք ստանում, որ ասում են օրինակի համար մի քննությունից կտրվել է, բայց այն մյուսը ունի 14, ոչ, երկու քննությունից պիտի դիմորդը ունենա դրական գնահատական։ Լրացուցիչ մրցույթը իրենց համար է, առաջին հերթին իրենց համար, երկրորդ հերթին լրացուցիչ մրցույթին մասնակցում են նաև այն դիմորդները, ովքեր հունվար ամսին հանձնել են քննություն, ունեն դրական գնահատականներ, բայց ինչ-ինչ պատճառներով չեն հայտագրվել այս փուլում, այսինքն մասնագիտություն և բուհ չեն նշել, բայց այդ մարդիկ ունեն դրական միավորներ։ Սակայն մրցույթի ժամանակ առաջնահերթությունը տրվելու է մրցույթից դուրս մնացածներին և միայն նրանց ընդգրկելուց հետո կարող է դիտարկվել այս դիմորդների մասնակցությունը մրցույթին։ Դիմում հայտերը լրացնում են դիմորդեմ կայքում, կարող են նշել իրենց հանձնած քննություններին համապատասխանող մինչև 6 մասնագիտություն և դիմել այդ մասնագիտություններով, մրցույթը ըստ հայտերի հերթականության է, հիմնական ներողություն, այս թափուր տեղերի կամ լրացուցիչ մրցույթի հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ն է, մրցույթի արդյունքները հրապարակվելու են հուլիսի 30-ին և դրանով այս տարվա ընդունելությունը, բուհական ընդունելությունը կհամարենք ավարտած։ Տիկին Գրիգորյան, իսկ կան նաև ուսանողներ, ովքեր ստացել են բավական բարձր միավորներ, սակայն օրինակ 0.5 միավոր կամ 0.25 միավոր չի բավականացրել ու չեն կարողացել ընդունվել անվճար համակարգ։ Կա նաև օրինակ թափուր ինչ-որ սիստեմ, որի միջոցով անվճար չանցածները հնարավորություն ունենան այլ ֆակուլտետում անվճար անցնելու։ Ոչ, որովհետև իրենք ամեն դեպքում իրենք հաղթահարել են մրցույթի հիմնական փուլը, իրենք մրցույթը հաղթահարել են, և եթե 0.5 կամ նույնիսկ 0.25 հարյուրերորդական միավորով իրենք դուրս են մնացել մրցույթից, ներողություն դուրս չեն մնացել մրցույթից, անվճարի մրցույթից են դուրս մնացել, միևնույն է իրենք ասենք համարվում են վճարովի տեղեր ընդունվածներ, իսկ այս մրցույթը մրցույթից դուրս մնացածների համար է, բուհեր կան, բայց դա իրենց ներքին գործն է, որ անվճար մրցույթից այսպես փոքր միավորներով դուրս մնացածների համար որոշակի փոքր զեղչեր են անում ուսման վարձի, բայց կրկնում եմ, դա իրենց ներքին գործն է, դա բուհի ներքին գործն է, իսկ դիմորդները օրինակ նույն միավորներով հայտնվում են վճարովի և անվճար տեղերում այն պատճառով, որ
քննական միավորներից բացի, երբ դրանք հավասար են, սկսում են գործել նաև այլ չափանիշներ, տողերով դա հստակ ամրագրված է, ասենք միջազգային օլիմպիադաներին մասնակցություն, ատեստատի գնահատականներ, նաև առաջին մրցութային առարկայից գնահատական, եթե հավասար են, դիտարկվում է այն հարցը, թե քանի միավոր են ստացել կոնկրետ այս առարկայից, եթե A դիմորդինը այդ առարկայից ավելի բարձր է, քան B դիմորդինը, առաջինն է ընդունվում։ Մի խոսքով էսպես։